նախ Սամվել Կարապետյանի գործի մասին փաստացի միջնորդում են դարձյալ 2 ամսով երկարաձգելու կալանքը։ Ինչու Սամվել Կարապետյանը, ինչու այս փուլում որն է դիտարկումը գնահատականը։ Ես կարծում եմ, որ պլանավորված է եղել եւ դեպքերի, եթե զարգացումը, եթե էվոլյուցիան տեսնենք, որ շատ արագ զարգացումներ են եղել դեպքերի։ Այսինքն բարերար հայի հայտարարությունը զորավիք լինելու վերաբերյալ հայ առաքելական եկեղեցուն եւ շատ անմիջապես գործընթացների արագ զարգացում։ Սա կարծում եմ, որ նաեւ որոշակի սադրանքներ են եղել եւ սա ըստ էության մեկուսացում է եւ մեկուսացում են պատանդի կարգավիճակում պահում են այն անձնավորությունը, որը էլեկտորալ, թե համախմբման, թե ընդհանրապես Հայաստանի կայացման հետ կապված շատ մեծ ավանդ է։ Եվ մի կարևոր բան էլ ասեմ, ինչու են վախենում Սամվել Կարապետյանից, որովհետև Սամվել Կարապետյանը իր ընտանիքի, իր բիզնեսների կայացումը եւ հարստությունը, որ ինքը քրտինքով անձնական եւ իր ընտանիքի ջանքերով վաստակել է, Հայաստանում չի վաստակել։ Այսինքն նա դրսում է այդ ամեն ինչ արել, հետեւաբար այն խոսույթը, որ իրենք պարբերաբար տարիների ընթացքում հարուստ անձնավորության, հարստություն կուտակելու, կոռուպցիայի, օլիգարխիայի վերաբերյալ անընդհատ շեշտադրումները եւ թիրախավորել են այս կամ այն գործիչին, Սամվել Կարապետյանի պարագայում այդ բաղադրատոմսը չի գործում, հետեւաբար շատ ավելի ուշադիր են, շատ ավելի զգոն են, որովհետեւ անուրանալի է Սամվել Կարապետյանի ավանդը եւ իր ընտանիքի ավանդը, թե Հայաստանի, թե Արցախի կայացման եւ այդ բարերար գործունեությունը, որ ինքը իրագործել է։ Հետեւաբար ռեսուրսների առումով համ կա ըստ էության Հայաստանի չափանիշներով իրենց հասկացողությամբ կա անսպառ ռեսուրսներ, թե մարդկային, թե ֆինանսական, եւ կա նաեւ համաժողովրդական, այսպես ասած, սեր եւ հարգանք դեպի մեծ բարերարը։ Հետեւաբար ինքը իրանից ներկայացնում մեծ վտանգ։ Այդ համաժողովրդական սերը, հարգանքը վայելում է նաեւ հայ առաքելական եկեղեցին, անգամ սոցիոլոգիական հարցումներն են դա փաստում, շուրջ 80% կարծեմ վստահությունը հայ առաքելական եկեղեցու շուրջ եւ այս փուլում տեսնում ենք, որ նաև հոգևորականներ են ձեռքբակալվում, ուղիղ կապված են իրար հետ այս երկու գործոնները, վարկանիշը եւ կանոնավորումների շարքը։ Տեսեք, ինքնության հիմքերին են խփում, հարվածում են ինքնության հիմքերին։ Ինչու եմ ասում ինքնության հիմքերին, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին այն համազգային կառույցն է, որը 1700 տարվա անխափան գործունեություն ունի։ Մենք ընդհանուր առմամբ նույնիսկ մենք մեր պատմության բազմահազար տարվա պատմության մեջ չէ որ պետականության կորուստներ ենք ունեցել եւ այդ առումով պետականությունը ինքը մեր մոտ բան չէ, այսինքն ինքը ընդմիջումներով է եղել։ Իսկ հայ առաքելական եկեղեցու պարագայում 1700 տարվա կա պատմություն եւ կա անխափան պատմություն։ Եվ շատ ու շատ տարիներ, շատ ու շատ դարեր շարունակ եկեղեցին ինքը հայ առաքելական եկեղեցին պահպանել է մեր ինքնությունը։ Հիմա տեսեք, եթե ինքնության հիմքերին հարվածելու այդպիսի օրակարգ կա եւ այդպիսի պահանջարկ կա եւ այդպիսի հանձնարարական կա, բնականաբար ամբողջ քարոզչա մեքենան եւ ամբողջ իշխանական ռեսուրսները պետք է առաջին հերթին ուղղեն հայ առաքելական եկեղեցուն։ Տեսեք, մի կողմից կա հասարակություն, կա հանրության կողմից հարգանքի արժանացած մարդիկ, հանրային գործիչներ, քաղաքական գործիչներ, քաղաքացիական գործիչներ եւ կան ակնհայտորեն նաեւ եկեղեցականներ բարձրաստիճան, Միքայել arczepiskopos-ը, Բագրատ arczepiskopos-ը, այն անձիկ, ովքեր որ բացի նրանից, որ բարձր եկեղեցական պաշտոնյաներ են, եկեղեցական սանի առումով պաշտոնյաներ են, իրենք նաեւ մեծ ինքնութենական զրույցներ են անում եւ իրենց քարոզչությամբ փորձում են հանրությանը եւ հայությանը ուղղորդել։ Հետևաբար ոչինչ պատահական չէ հայ առաքելական եկեղեցու ակունքներին հարվածել, հայ առաքելական եկեղեցու ներսում ժողովրդի հետ քարոզելու ունակություն ունեցող բարձրաստիճան եկեղեցականների թիրախավորել, նրանց մեկուսացնել բարերար անձնավորությանը եւ այսպիսով հանրությանը մեկ անգամ եւս
քնացնել, մեկ անգամ եւս այսպես ասած բաղդատել եւ մեկ անգամ եւս գործընթացների նկատմամբ անհետաքրքրություն սերմանելու այսպիսի հստակ մտադրություն կա։ Անանյան եւ վերջում մի ճշգրտում էլի, չեմ կարող չնշել նաեւ իշխանությունների եւ իշխանամերձ շրջանակների դիրքորոշումը Փաշինյանն էլ անձամբ պնդում է, որ ամենևին միտում չունեն եկեղեցին թիրախավորելու, այլ որոշ հոգեվորականների է վերաբերում իրենց այս քայլը, գործողությունների շղթան եւ միտումը միայն մեկն է՝ բարեփոխել եկեղեցին։ Ճշմարտացիություն, օբյեկտիվություն չկա Փաշինյանի ասածում։ Բացարձակ չկա օբյեկտիվություն, բացարձակ չկա ճշմարտություն, որովհետև եթե անձը իրեն ասում է, ներկայացնում է որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, բնավ չի նշանակում, որ ինքը եկեղեցու ներսում, եթե եկեղեցուն նորացնելու, եկեղեցին ինչ որ մի բան տեսնելու առումով ինքը ահազանգելու իրավունք չունի։ Բնականաբար բոլորս էլ ունենք, բայց դա արվում է խոնարհաբար։ Դա աշխարհիկները կամ աշխարհականները չէ, որ պետքա եկեղեցու ներսի կամ եկեղեցու հետ կապված իրենք բարենորոգումներ սկսել։ Տեսեք, ոչ մեկ չի ասում, եթե դու տեսել ես եկեղեցուն կա ինչ-որ խնդիր, խնդիրդ բարձրացրու, բայց զավակի խոնարհությամբ, հավատավոր զավակի խոնարհությամբ բարձրացրու եւ խնդրի քո հոգեվոր հորը այն համայնք, որ դու այցելում ես, կամ այն հոգեվոր առաջնորդին, որին որ դու վստահում ես, կամ իր հետ հաղորդակցում ունես, ներկայացրու խոնարհաբար, լռությամբ եւ թույլ տուր, որ եկեղեցին ինքը իր ներքին կյանքով եւ ներքին կանոնակարգերով փորձի ինքը իր ներսից դա լավացնի։ Սա է հավատավոր, այսպես ասած, հայ առաքելական եկեղեցու հետևորդի վարքագիծը, այսպեսին պետք է լինի։ Սրանից տարբերվող վարքագիծը ինքը բացարձակորեն որևէ լավ նպատակ չի հետապնդում։ Եվ եթե դա ակնհայտորեն արվում է քաղաքական իշխանության եւ քաղաքական իշխանության ղեկավարի կողմից, ակնհայտորեն դրանք արվում են միմիայն քաղաքական նպատակներով, նաեւ ազգը տրոհելու, մասնատելու հստակ մտադրությամբ։ Հասկանալի է ձեր տեսակետը, շնորհակալություն։ Շնորհակալ։